Նոր-նորք վարչական շրջանում իրենց գեղեցիկակորտն ազդարարեցին ամանորյա նախատոնական միջոցառումները։ Այս նպատակով թիվ 99 նախադպրոցական ուսումնական հաստատությունում կազմակերպվել էր Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստուհի Սյուզան Մարգարյանի և սիրված երգչուհի Սիրուշոյի հեղինակային երգերի կատարման ինքնատիպ հանդիսություն, որն իր շուրջն էր համախմբել տարբեր նախադպրոցական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների։ Հյուրերի կազմում էին նաև Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետգայանե Սողոմոնյանը, Նոր-նորք վարչական շրջանի ղեկավար, Հայաստանի Հանրապետական կուսակցության Նոր-նորքի տարածքային կազմակերպության նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Մելիք Գասպարյանը, ինչպես նաև օրվա հերոսուհիներից Սյուզան Մարգարյանը։ Նոր-նորք վարչական շրջանում գտնվող նախադպրոցական և դպրոցական ուսումնական հաստատություններում շատ կարևորում են ուսումնադաստիարակչական գործընթացը։ Մենք այսօր գտնվում ենք նոր-նորք վարչական շրջանի 99 մանկապարտեզում, որի տնօրենն է Բաղդասարյան Թամարան, որը այսօր այստեղ տոնական է, որովհետև մանկապարտեզում այսօր հյուրընկալում ենք նաև վարչական շրջանի մի շարք մանկապարտեզների, ինչպես նաև մայրաքաղաքի մասնավոր մի քանի մանկապարտեզների։ Տոնական է այն առումով, որ ամանորի նախաշեմին Սյուզան Մարգարյանի հեղինակային և Սիրուշոյի հեղինակային երգերի ցուցադրությունն է այստեղ, երգում են երեխաները 10 երգ իրենց հեղինակած երգերից, որոնցից մեծամասնությունը նվիրված է ամանորին։ Պիտի ասեմ, Երևանի քաղաքապետարանը մեծ ուշադրություն է դարձնում նաև վարչական շրջանում մանկապարտեզների վերանորոգման աշխատանքներին, ջեռուցման աշխատանքներին և քաղաքապետարանի հետևողականությամբ վարչական շրջանում այս պահին ընթանում են շինարարական աշխատանքներ, հաշվի առնելով, որ այս գոտին նաև հյուսիսային գոտի է և այստեղ ձմեռն ավելի ցրտաշունչ է լինում, շատ կարևորել է քաղաքապետ պարոն Մարգարյանը այստեղ նաև ջեռուցման խնդիրները և մենք վարչական շրջանում չունենք չջեռուցվող նախադպրոցական հաստատություն։ Պիտի ասեմ, որ բոլոր աշխատանքները կատարվում են քաղաքապետարանի կողմից և վարչական շրջանի աջակցությամբ, ամեն ինչ իր հունի մեջ է և ուսումնական գործընթացը և դաստիարակության։ Ես կդժվարանամ նույնիսկ խոսքեր գտնել, որովհետև այնքան հոգիս լիքն է, հուզված եմ անչափ, շատ ուրախ եմ, որ կայացավ այս հանդիպումը, շատ ուրախ եմ, որ այս նախագիծը իրագործվեց և հույս ունեմ այն պետք է լինի շարունակական և այն ծրագրերը, ինչ որ մենք ծրագրավորել ենք, այն ցանկությունները, դրանք բոլորը կարծում եմ պետք է իրականացնենք, որովհետև այսպիսի հրաշքների հետ գործ ունենք, այս փոքրիկները մեր ուրախությունն են, մեր հպարտությունն են, երբ նայում եմ իրենց աչքերին, կյանքս լցվում է ուղղակի։ Անչափ ուրախ եմ, որ իրենք կատարում են իմ դստեր հեղինակած երգերը։ Այս երգերը տարածում կգտնեն, ես արդեն տեսա ինչպես սիրվել են, որի համար անչափ երջանիկ եմ։ Ծրագիր ասված է այսպիսին է, ուրեմն անցյալ տարի թողարկվեց ձայնասկավառակ նոր տարի անվանումով, ձայնասկավառակ, որտեղ զետեղված են 7 երգեր, որոնց հեղինակն է Սիրուշոն թե խոսքերի, թե երաժշտության, երգերը նվիրել էր ինձ և ես մեծ սիրով կատարել եմ այս երգերը և մենք որոշել
ենք, որ ամեն տարի մեկ երգի հիման վրա պետք է տեսահոլովակ նկարահանվի եւ այդպես էլ եղավ անցյալ տարի նկարահանվեց նոր տարի երգի հիման վրա, այս տարի միասին երգի հիման վրա նկարահանվել է արդեն տեսահոլովակ, շուտով կհանձնենք հանդիսատեսի դատին եւ թողարկվեցին գրքույկներ, որտեղ բոլորը կգտնեն այս 7 երգերի խոսքերը, որը կհեշտացնի թե երգերի ուսուցանումը եւ թե կլինեն նաեւ ձայնասկավառակները այդ գրքույկների հետ։ Սա մեր նպատակն է, որպեսզի մանկապարտեզներին նվիրենք այս եւ գրքույկները եւ ձայնասկավառակները, որպեսզի մեր մանուկները կարողանան սովորել ու կատարել այս երգերը։ Ես ինձ մի քիչ մեղավոր եմ զգում, որովհետեւ հազվադեպ եմ լինում այստեղ, բայց պետք է ասեմ, որ այն այցելությունից հետո, որ մի քանի տարի առաջ էի եղել, այսօր շատ ավելի տեսնում եմ, ինձ համար կարևորը հենց այս երեխաների ժպիտն է։ Եթե տեսնում եմ մանկավարժները լավ տրամադրությամբ, երեխաները այսպես գեղեցիկ հագնված, գեղեցիկ ժպիտով, կարծում եմ հենց սա է մեր կյանքի շարունակությունը։ Ուրեմն ամեն ինչ, բոլոր տեսակի աշխատանքները ճիշտ են արվում։ Նոր վարչական շրջանի TV99 նախադպրոցական ուսումնական հաստատությունում կազմակերպված հեղինակային ցերեկույթը ավարտվեց տոնական հրավառությամբ։ Մանկան շուրթերից հնչած ամանորյա հեքիաթային հնչյունները ներկաների հոգին պարուրեցին լավատեսությամբ եւ ապագայի հանդեպ լուսավոր հավատով։